2025-26 թվականների համերգաշրջանը Հայաստանի պետական ֆիլհարմոնիան հայտարարել է որակապես նոր մոտեցումների, նոր գաղափարների եւ լիարժեք վերաբրենդավորման ժամանակաշրջան։ Դեռ նախորդ համերգաշրջանում ֆիլհարմոնիայում իրականացվել են վերանորոգման, տեխնիկական եւ լուսաձայնային սարքերի վերազինման եւ գույքային թարմացման աշխատանքներ։ Ամբողջությամբ փոխվել են համերգասրահի աթոռները, իսկ ոլորտային նախարարության աջակցությամբ Առնո Բաբաջանյան համերգասրահի համար ձեռք է բերվել Steinway համերգային ռոյալ։ Բոլոր այս փոփոխությունները ինքնին ենթադրում էին վիզուալ եւ հաղորդակցական մեկ ընդհանուր բրենդային համապատկերի ստեղծում։ Կառույցը ներկայանում է արդեն վերջին տարիներին վերափոխված, վերածնված, թարմեցված տարբերակով, իսկ վիզուալ տարրերը մնացել էին բավական հին եւ կարծրացած։ Այժմ որդեգրել ենք մինիմալիզմի ոճը եւ լոգոտիպն է բավական հետաքրքիր լուծում տրված։ Լոգոտիպի հեղինակը հրաշալի դիզայներ Էլեն Շաբազյանն է, ում առջև խնդիր էր դրված լոգոտիպի մեջ արտահայտել այն ամբողջ թարմությունն ու նոր մոտեցումները, ինչ որ տեղի ունենում Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում, եւ նա հրաշալիորեն լուծեց այդ խնդիրը, ինչ տարբերակով պահել է շենքի ֆասադային ճակատային սյուներն են նոր լոգոտիպում արտահայտվում, բայց մինիմալիստական գծերի, 12 գծերի միջոցով։ Տևական ժամանակ շարունակված աշխատանքի արդյունքում մշակվել է ֆիլհարմոնիայի նոր լոգոտիպը։ Այն ներշնչված է կառույցի պատմական շենքի ճակատից։ Շենքի սյուները վերածվել են երգեհոնի խողովակներ կամ դաշնամուրի ստեղներ հիշեցնող մինիմալիստական ռիթմիկ գծերի։ Ընդհանուր առմամբ այն խորհրդանշում է ճարտարապետության եւ երաժշտության, ավանդույթի եւ մոդեռնիզմի միասնությունը։ Նոր բրենդը հատկանշվում է նաեւ գույների ոչ պատահական ընտրությամբ, որում հմտորեն օգտագործվել է նաեւ ֆիլհարմոնիայի սարյանական գույների բազմազանությունը։ Որպես նոր բրենդի առաջնային գույներ սահմանվել են կանաչը, ոսկեգույնը, սևը եւ սպիտակը, ի նշան երաժշտական ավանդույթների պահպանման, պատմականության, խորը հիմքերի, իսկ որպես երկրորդային գույներ ընտրվել են Մարտիրոս Սարյանի վիտրաժի գույներից մի քանիսը, որոնք հենց արտահայտում են այն բազմազանությունը եւ բազմաժանրությունը, որը ներկայացնում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիան։ Ֆիլհարմոնիայի վերաբրենդավորումը նաեւ ուղերձ է մշակութային հանրությանը, որ ֆիլհարմոնիան բաց եւ ստեղծագործական հարթակ է պատրաստ բավարարելու բարձրակարգ արվեստ ստեղծող արվեստագետների բոլոր ստեղծագործական նախընտրությունները։ Նունե Ալեքսանյան, Հովհաննես Քյոսեյան, լուրեր։